ուզում եմ մի բան հարցնեմ, էլի անկեղծ հարց է Մայր Հայաստանի հարգելի գործընկերներին, էլ որ ամեն անգամ որ Ռոբերտ Քոչարյանից խոսում ենք, ինչի եք տենց ջղաձգվում, ես անկեղծ չեմ հասկանում, բացատրեմ ինչի, էլի։ Եթե ձեզ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունենալը նշանակում է ամեն օր պետք է իրան հանդիպեք, խոսեք, դա չի նշանակում, թե որ ինքը ինչպես հայտնի է մարդկանց հետ շփվել, այդքան էլ չի սիրում, հենց որ ձեր հետ էլ այդքան հաջող չի շփվելու, բայց փաստը հետևյալն է։ Մի հատ փաստ կա, որը հիմա ասում է բարձրանակ երկինք, իջնեք ներքև չի փոխվելու։ Դուք այս դահլիճում հայտնվելուց օգտվել եք այդ մարդու քաղաքական կապիտալից, արդեն օգտվել եք։ Հասկանում եք, դա փաստ է։ Հետևաբար, որ հիմա այդ ասում ենք, Կարեք ջղաձգվեք, կարեք չջղաձգվեք, աչքից լույսը չի, բայց եթե գոնե այդ մարդու քաղաքական կապիտալից օգտվել եք, լավ չեմ ասում շնորհակալ եղեք, բայց գոնե մի ուրացեք, ամոթ է, ուղղակի էլի։ Աչքից լույսը չի, այսօր մեկ այլ ելույթ էլ ունեմ իր մեկ այլ հայտարարության հետ կապված, բայց հիմա դրա մասին չէ։ Եվ պարոն Մանուկյանը, որ ասում է, ես չեմ հասկանում, Հայկ Մարությանը ձեր թիմից է եղել եւ այլ այդ բարոյականության կտորը չեմ հասկանում, պարոն Մանուկյան, ձեր գործընկերներին հարցրեք։ Մենք պարոն Մարությանին չենք ուրանում, բայց դուք Ռոբերտ Քոչարյանին ուրանում եք ու ամեն նիստին այդ ձեր ջղաձգումներով։ Հիմա, այո, լուրջ եմ ասում, դուք կարող եք անձամբ, կարող եք դուք էլեմենտար դաստիարակություն է կարելի ունենալ, էլի եմ ասում, քաղաքական կապիտալից օգտվել եք այդ մարդու, կարող չօգտվեիք, ստեղ հայտնվեք, չենք ասելու։ Պարոն Սարգսյան, զգուշացում, խոսքից կզրկեմ, ժողովուրդ ջան։ Հələ երկու հարց ունենք, տենց են բոլ ձեր ընդդիմադիր ելույթներից կարաք ունենանք։ Շարունակեք, խոսքից կզրկեմ։ Շարունակեք։ Հիմա, որ ասում եք, ուրեմն լսի, դու ինչ չես կարող ասես, ես ինչից խոսամ, ինչի չխոսամ, ոնց որ չես հասկանում, որ անընդհատ ասում եմ դուքով խոսա, այդ քո խոսալու ձևն է գիտեմ, քեզնից տասնապատիկ ավել, նորմալ խոսա սրանից հետո։ Դու էիր մնացել պակաս խմբագրեր, ես ինչից խոսամ, ինչից չխոսամ։ Պարոն Գրիգորյան, ներողություն։ Պարոն Սարգսյան, դուք խոսքից զրկված եք։ Ահա, շատ լավ է, որովհետև կարող է անելու բան չունենաք հաջորդ քայլով այս դահլիճում։ Շարունակեք, պարոն Գրիգորյան։ Ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից նաև այս պորտմանս համար, բայց առաջի անգամ չի, երկրորդ անգամ չի։ Հիմա բյուջեի մասով, ժողովուրդ ջան, որ ասում եք այդքան հեշտ է բարձրացնել եւ այլն, իսկապես հեշտ է, հա, այդքան քննադատություն լսել, այդքան բացատրել ինչի համար է դա պետք, այդ որոշումները կայացնել, կաշկանդվածություններ չունենալ այդ որոշումը կայացնելու, մարդկանց պարտք չլինել, ում որ հետո պետք է պատասխան տաս ինչ ես իր բիզնեսի վրա տուրք ու հարկ դնում, լուրջ եք ասում, այդքան հեշտ է, այն որ չեմ ուզում այդ գնովը լինի, բայց կուզեի էլի տենց մի ամսով իշխանություն լինեիք, մի տեսնեիք դուք այդ ոնց եք այդ հեշտ որոշումները կայացնում, էլի, որ ասենք ամիսներ, տարիներ է տևում, որ բացատրենք ու այդ դժվարին ոչ պոպուլիստական քայլերին գնանք։ Այդ չի հեշտ, հեշտը կողքից խոսալն է։ Ավարտելով, պարոն Թորոսյան ջան, անկեղծ գիտեք, էլի, որ ձեզ անձամբ լավ եմ, էլի, վերաբերվում քաղաքական տարաձայնությունները մի կողմ։ Պարոն Մարությանին էլ առողջություն եմ մաղթում, բայց այդ քաղաքական դեֆիբրիլյատորը դրեք այն կողմ, այդ մարդը քաղաքականապես չկա, դուք ամեն այս ավականու նիստին գալիս այդ ռազրյադը կներեք այդ բառը հայերեն չէ, փորձում եք տակ իրան քաղաքականապես վերակենդանացնեք, չի լինելու, չի ստացվելու, դուք ստեղ եք, գործունեություն եք ծավալում, ձեր գործունեությունը ծավալեք, կամ ասում եք հեռացրեցիք պարոն Մարության, թող նիստերի գար չհեռացնենք, չի ուզում այդ մարդը քաղաքականությամբ զբաղվի, մի ստիպեք, էլի, խնդրում եմ, ես ինքն իմ աչքի լույսը չի, քաղաքական իր հետ շատ բանի հետ համաձայն չեմ, չի կարելի մարդուն ստիպողաբար քաղաքականություն մտցնել։ Այդ մարդը ուզում է դուրս գա, դուք ասում եք Մարությանը, 60% է կատարողական եղել այդ մարդու, այդ փոքր բյուջեով։ Դրա դեմ ինչ եք ասում։ Կոնկրետ այդ մի փաստին, մնացածը չէ, թափանցիկություն բան, չնայած չեմ հիշում, որ ինքը շինթույլտվությունները ստորագրելուց տենց շատ թափանցիկ էր ոնց է ստորագրում։ Բայց այդ սաղ մի կողմ, թիվ 60% կատարողական է եղել իր ժամանակ։ Կարեք բացատրեք, ոնց է դա բացատրվում, ինչի է դա նորմալ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար